Կոնգրեսի ներկայացուցիչ ՀՀՇ վարչության անդամ Սարգիս Թամազյանը, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու եւ ստուդիային հյուրընկալվելու համար։ Պարոն Թամազյան, վերջին հանրահավաքից հետո բավականին ակտիվացավ քաղաքական դաշտը, հատկապես երրորդ ուժ կոչված, ոչ կոալիցիոն եւ ոչ Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցությունները, նաեւ իշխանությունը մի կողմից պնդում է, որ պատրաստ չեն այդ օրակարգով երկխոսության։ Կարծես այս ամբողջ պատմությունից երևում է, որ Հայ ազգային կոնգրեսն միայն պատրաստ այսօր երկխոսության։ Ասեմ ձեզ, որ տպավորությունը հնարավոր է այդպիսին լինել քաղաքական ձեր նշած ուժերի, երրորդ ուժերի եւ իշխանության մեկնաբանությամբ։ Դա չեմ կարծում զարմանալի է։ Երկխոսության անհրաժեշտությունը 2008 թվականի լեգիտիմության պակասի քաղաքական վստահության ճգնաժամից առաջացավ, որը այժմ դարձել է օրստորե խորացող երկրի անվտանգությանը, ազգային անվտանգությանը այսպես վնասող, վտանգ սպառնող մի ճգնաժամ, որը անհրաժեշտ է շտապ կարգով ինչ-որ ձևով հաղթահարել։ Արդյոք այդ համաներում, օրինակ, այդ ճգնաժամի հաղթահարման քայլերից մեկը չէր։ Ուրեմն համաներումը հավաքների ազատության իրավունքը մարտի 1-ի ուրեմն այդ սպանությունների բացահատման նոր թափ հաղորդելը, դրանք իշխանության սովորական քայլերն են, որ պետք է անեին։ Դա ոչ թե երկխոսության պրոցես էր, դա երկխոսությունը սկսելու համար նախապայմաններ էին, որ մենք դրել ենք սկզբում մեկը, քաղաքաբանտարկյալն ազատ արձակումը, հետո եւս դրան ավելացավ երկուսը։ Հիմա խնդիրը հետեւյալում է. մենք ընդհանրապես հաշվի առնելով այս ամեն ինչը ասում ենք եւ այն ժամանակվանից ասել ենք, այս ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ են արտահերթ նախագահական եւ խորհրդանական ընտրություններ։ Այս երկխոսության անհրաժեշտությունը 2008 թվականից առաջացել է։ Իշխանությունը վերջապես հասկացավ, որ դա անհրաժեշտ է, որ ինքը չի կարողանում դուրս գալ այդ վիճակից։ Իշխանությունը ստիպված գնաց դրան եւ ինքը ոչ թե սկսել է մեզ հետ երկխոսել, նա դեռ չի սկսել։ Ինքը գնաց այդ երկխոսությունը ուրեմն սկսելու պայմանների բավարարմանը, որ մենք ենք առաջադրել։ Երկխոսությունը դեռ նոր պետք է սկսվի։ Իսկ երկխոսությունը պիտի լինի արտահերթ ընտրությունների օրակարգով միայն, ինչպես նշում են որոշ լրատվամիջոցներ, եւ թե այնուամենայնիվ նախորդ հանրահավաքներից մեկում Լևոն Տեր-Պետրոսյանը առաջ քաշեց 15 պահանջ, որոնց մեջ միայն արտահերթ ընտրությունները չէին։ 15 պահանջը առաջ է քաշվել իշխանությունների որպես ամենօրյա, այսինքն անհրաժեշտ այն խնդիրները, որոնք ուղղակի պարտավոր են լուծել։ 15 պահանջների կատարման խնդիրը իշխանությունների համար իրենց համար է կարևոր։ Մեր խնդիրը, մեր մտածածը եւ մեր առաջարկությունը արտահերթ ընտրություններն են։ Դա հիմնավորում ունի, դա հենց այնպես չէ։ Իշխանությունը այս 3.5 տարիներին ցույց տվեց, որ արտահերթ ընտրություններին այլ ընտրանք չկա։ Իրենց այդ մյուս ուրեմն ժառանգության, դաշնակցության, խորհրդանական, արտախոհ իրենց ասելով այդ երկխոսությունը, որի փր եղել է, այդ երկխոսությունն էլ ոչինչ չի տվել։ Մի ելք է մնում արտահերթ նախագահական խորհրդանական ընտրություններ։ Ընդ որում, ես ասեմ մի բան, ցանկացած քաղաքական ուժ, եթե ինքը իրեն քաղաքական ուժ է համարում, պետք է առնվազն 3 հարցի պատասխանի։ Կա Հայաստանում ճգնաժամ թե ոչ։ Այդ ճգնաժամ կա ճգնաժամ, որը օրեցօր խորանում է եւ անհապաղ լուծման կարիք ունի։ Երկրորդը, այդ ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, թե հեղափոխական, եւ երրորդը, յուրաքանչյուր քաղաքական ուժ պիտի ասի, եթե ինքը կողմ չէ կամ դեմ է արտահերթ ընտրությունների, ինչ ելքի առաջարկում։ Ռեսուրս կա ճգնաժամը հաղթահարելու ձեր կարծիքով։ Ճգնաժամը հաղթահարելու միակ ռեսուրսը վստահությունը վերականգնելն է։ Ինչով։ Վստահության հանդակվելով։ Դրա արտահերթ ընտրությամբ։ Այսօր Արտահայտության նախարարը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունները բացառվում են նույնիսկ սահմանադրությամբ։ Սխալ է այդ արել, տեղում չի այդ մարդը։ Այսինքն նախագահ, հանրապետության նախագահ այսօր ի վիճակի չի լուծարել խորհրդարանը, քանի որ արդեն քիչ է մնացել ընտրությունների։ Խորհրդարանը, մենք ասում ենք նախագահական եւ տոնահրաժարական տա, խորհրդանի լուծարման հարցը հետո կլուծվի։ Այսինքն նախագահական նոր ընտրություններ, որի արդյունքում կընտրվի նախագահ, որը քաղաքական հայացքներով չի համընկնի խորհրդարանի հետ, եւ խորհրդարանը ստիպված կլինի ինքնալուծարվելու։ Եվ դա կա, եւ կան այլ ուղիներ, բայց դրա հիմնական ուրեմն նշանակությունը լինելու հետևյալը, ժողովուրդը իսկապես իր ձայների, իր տված ձայների
հետևանքով առաջացած նախագահի ընտրված նախագահի եւ խորհրդանի տերն է լինելու։ Եվ մի վերջին հարց, պարոն Թամազյան, դուք ում հետ եք պատկերացնում երկխոսությունը։ Միայն Սերժ Սարգսյանի, թե կոալիցիոն 3 ուժերի ներկայացուցիչների, քանի որ Հայ ազգային կոնգրեսից ասել էին, որ եթե Էդվարդ Շարմազանովը պատասխանում է Սերժ Սարգսյանի հետ երկխոսությանը, դա մոտ է, որ ասենք Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահի անունից խոսի, ասենք ԵՊՀ-ի ղեկավարը։ Դրա նախադեպ արդեն ստեղծված է։ Երկխոսությանը գնալու մեր նախապայմանների կատարման գործում ՀԱԿ-ին պատասխանել է անձամբ Սերժ Սարգսյանը։ Վերջին պատասխանը չէ, դա ապրիլի 27-ին էր։ Դա կա այդ նախադեպը, հիմա նրանք հրաժարվում են դրանից։ Մենք նորից կսպասենք որոշ ժամանակ, մեզ պիտի պատասխանի Սերժ Սարգսյանը, բայց մենք նայենք ուրիշ քայլեր ունենք, այսօր կամա թե ակամա իրենք բոլոր քաղաքական ուժերի եւ իշխանությունները կենտրոնացել են մի բանի վրա, արտահերթ ընտրություններ, թե ոչ։ Եվ այսօր մեր խնդիրը դա հասունացնելն է ժողովրդի մեջ։ Շնորհակալություն, հեռուստայտողներին հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Հայոց համազգային շարժում վարչության անդամ Սարգիս Թամազյանը։ Շարունակում ենք թողարկում